Ադրբեջանի ամենամեծ զենքը դուք եք։ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց Իջգրու Սերժին ներկայացնել 2025 թվականի ռազմարդյունաբերական համալիրը։ Այսինքն Իջիկ դարձրեց իր այն միֆը, որ անվտանգության վերաբերյալ հարցերը չի բարձրաձայնում։ Այլ հարց է, թե դա Ադրբեջանը ոնց կընդունի։ Արվում է չմտածվա, թե սինխրոն համաձայնեցված։ Աշխարհով մեկ հայտարարեց, թե ինչ ռազմատեխնիկա է ձեռք բերել, եթե իրոք ձեռք է բերվել։ Ինչու՞։ Եմ կասկածի տակ դնում, որովհետև առաջինն ինքն է կասկածում, որ ոչ ոք չի հավատա իր ներկայացրած թվերին։ Երբ է ճիշտ բան ասել, որ հայտարարում է։ Քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբերի, ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան։ Սա նույն հայտարարությունն է, ինչ անում էր 44 օրյա պատերազմում 50 հոգանոց խմբեր ստեղծելը զինվելը։ Նրա ֆեյսբուքյան հայտարարության մեջ մի գրառում կար, որը պատասխանում է բոլոր հարցերին քաղաքացու մոտ այլս կասկած չի մնում, որ Հայաստանը, իդեմս Ադրբեջանի ռազմական գերազանց համալիր ունի ու տիրապետում է ամենահուժկու զենքի։ Վարչապետ ջան, Ադրբեջանի ամենամեծ զենքը դա դուք եք, որ էդ երեքը Էրդողան, Ալիև, Փաշազադե ինչ ասում են, հեզ ու հնազանդ հարսի պես անում եք։ Մնացածը, ինչ զենք կարտադրեք, թե կգնեք Ալիևին բացարձակ չի հետաքրքրում։